Ուղիղ եթերից բանտախուց, շոկային խոստովանություն ուղիղ եթերում Լորենց Կրաուսը հայտարարել է, որ սպանել է ծնողներին ու թաղել Բաքում։ Նյու Յորքում դաշնային գործակալները գետնին են տապալում ձերբակալվողի աղերսող կնոջը։ Բրոդվյուում ցուցարարներն ու այսի գործակալները կրկին բախվել են, կիրառվել են պղպեղային գնդակներ եւ ծխի նռնակներ։ Ֆլորիդայում 6000 ձերբակալություն, վերջին 5 ամիսներին նահանգին վերադարձվել է շուրջ $30 միլիոն ներգաղթի ծախսերի համար։ ՄԱԿ-ի ամբիոնից քննադատություն, սակայն կիսադատարկ նստատեղերով տասնյակ պատվիրակներ լքել են դահլիճը։ Իսրայելի կողմից անցակետերի փակման հետևանքով ՄԱԿ-ը զգուշացնում է, Գազայում սովն անխուսափելի է։ ՄԱԿ անվտանգության խորհրդում գործի է դրվել Snapback մեխանիզմը, Իրանի պատժամիջոցները կրկին ուժի մեջ են մտնում։ ԱՄՆ-ում տարածվել է առողջապահական ահազանգ, որ մարտում վաճառված ուտեստները կարող են վարակված լինել լիստերիայով։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Ողջույն, դուք դիտում եք ԱՄՆ գլխավոր լուրերը։ Սկզբում ընդունեք իմ շնորհակալությունը տարեդարձը շնորհավորելու եւ բարեմաղթանքների համար։ Հավաստիացնում եմ, այս հարթակը մոտ ապագայում դառնալու է ոչ միայն լուրերի վստահելի տեղեկատվական կենտրոն, այլև ամուր կամուրջ տարբեր նահանգներում ապրող մեր համայնքների միջև։ Մենք միասին լուսաբանելու ենք նաեւ մեր հայերի սառօրյան ու կարևոր խնդիրները ԱՄՆ-ում։ Այնպես որ բաց մի թողեք տարեդարձի սառիթով նվեր մատուցելու ձեր հնարավորությունը եւ բաժանորդագրվեք ալիքին դառնալով մեր ապագա տեսլականի մեծ ընտանիքի կարևոր մասնիկը։ Սկսենք մի արտասովոր լուրից, որը գրանցվեց այսօր մամուլում, բառից բուն իմաստով գրավել էր ամբողջ մամուլը, այն ոչ մի կերպ չի տեղավորվում առողջբանականության մեջ։ Սկսենք նրանից, որ Նյու Յորք նահանգի Ալբանիից 53-ամյա Լորենց Կրաուսը շոկային խոստովանություն է արել հեռուստատեսային ուղիղ եթեր հեռարձակվող հարցազրույցի ընթացքում, հայտարարելով, որ 8 տարի առաջ սպանել է իր ծնողներին եւ թաղել նրանց տան Բաքում։ Նա ձերբակալվել է անմիջապես այն պահին, երբ լքել է հեռուստաընկերության տաղավարը։ Կրաուսը հարցազրույցում իր քայլերը ներկայացրել է որպես ողորմածության սպանություն, նշելով, որ ծնողները ծերացել էին, դժվարությամբ էին շարժվում։ Նա նկարագրել է, թե ինչպես է շնչահայեցարել 92-ամյա հորը Ֆրանսին եւ 83-ամյա մորը Թերեզային։ Ես իմ պարտքն եմ կատարել ծնողներիս նկատմամբ, իմ մտահոգությունն այն էր, որ նրանք չտառապեին, ասել է Կրաուսը։ Նա նախապես 2 էջանոց հայտարարություն էր ուղարկել լրատվամիջոցներին, որտեղ գրել էր, որ ծնողներին թաղել է Բաքում։ CBS 6 հեռուստաընկերության ղեկավար Ստոուն Գրիսոմը պատմել է, որ համաձայնել է հրապարակել այդ հայտարարությունը կայքում միայն այն դեպքում, եթե Կրաուսը գա ստուդիա հարցազրույցի։ Նա ընդունել է եւ ժամանել է 1 ժամվա ընթացքում։ Կրաուսը ձերբակալվել է, մեղադրվել 2 սպանության մեջ։ Սա հիշեցնում է հոլիվուդյան թրիլեր, բայց արի ուտես, որ կա նաեւ շարունակություն։ Պարզվում է, որ դատարանը կարող է չընդունել նրա խոստովանությունը։ Այդ ինչպես կհարցնեք դուք։ Պաշտպան փաստաբան Ռեբեկա Սոկոլը նշել է, որ կքննի հարցազրույցի կազմակերպման օրինականությունը, քանի որ եթե հեռուստաընկերությունը գործել է որպես ոստիկանության գործակալ, ապա Կրաուսի խոստովանությունը դատանում կարող է եւ չընդունվել։ Շարունակենք արդեն ներգաղթի թեմաներով։ Ներգաղթի դատանում ձերբակալելու պրակտիկան նոր չէ, բայց դրան զուգորդող անբարեխիղճ վերաբերմունքն ու անարգանքը մեծանում է։ Դրամատիկ կադրերում երևում է էկվադորցի մի տղամարդու կինը, որը գոռում եւ լացում է այն պահին, երբ դաշնային գործակալները ձերբակալում են նրա ամուսնուն։ Միջադեպը տեղի է ունեցել Նյու Յորքի Ջեյքոբ Ջեվից վարչական շրջանում։ Կադրերը սոցիալական ցանցերում լայն տարածում են գտել, առաջացնելով քննադատություններ դաշնային ներգաղթի քաղաքականության եւ դրա մարդկային հետևանքների շուրջ։ Դաշնային գործակալը, որին կինը լացակումած խնդրում է ազատ արձակել ամուսնուն, նրան երեխաների աչքի առաջ ուղղակի տապալում է գետնին։ Այսօր առավոտյան Բրոդվյու քաղաքի ներգաղթի կենտրոնի մոտ կրկին բախումներ են արձանագրվել ցուցարարների եւ այս գործակալների միջև։ Ավելին քան 100 ցուցարարներ հավաքվել էին կենտրոնի առաջ։ Սկզբում իրավիճակը խաղաղ էր, սակայն ժամը 7:30-ի սահմաններում լարվածություն է առաջացել, երբ գործակալների մեքենաները փորձել են մուտք գործել տարածք։ Ցուցարարները փակել են ճանապարհը, սկսել են հարվածել մեքենայի ապակիներին։ Այսի գործակալները պատասխանել են կիրառելով պղպեղային գնդակներ եւ ծխի նռնակներ, թե գլխավոր մուտքի, թե երկրորդ դարպասի մոտ։ Մի քանի ցուցարար էլ ձերբակալվել է։ Այս բախումը մաս է կազմում Operation Midway Blitz անվանումը կրող լայնածավալ ներգաղթի գործողության, որը Թրամփի վարչակազմը սկսել է Չիկագոյի եւ մերձակա տարածքներում։ Վերջին շաբաթների ընթացքում տասնյակ ձերբակալություններ են իրականացվել։ Երեկ էլ Չիկագոյի գետում նկատվել են ԱՄՆ սահմանային ծառայության նավեր։ Վերջին 5 ամիսների ընթացքում Ֆլորիդայի իրավապահները ձերբակալել են
Ավելի քան 6000 մարդու, ովքեր կասկածվում են ԱՄՆ-ում ապօրինի գտնվելու մեջ։ Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ սահմանապատ ծառայության պաշտոնյան, ընդգծելով նահանգի ակտիվ մասնակցությունը նախագահ Դոնալդ Թրամփի զանգվածային արտաքսման ծրագրին։ Այս հայտարարությանը զուգահեռ ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչները հաստատել են, որ նահանգին վերադարձվել է մոտ 30 միլիոն դոլար ներգաղթի հետ կապված ծախսերի համար։ Դա ընդգծում է Ֆլորիդայի դերը Թրամփի վարչակազմի զանգվածային ներգաղթի դեմ պայքարում։ Տալահասիում անցկացված միջոցառման ժամանակ ICE փոխտնօրեն Մեդիսոն Շիհանը գովեստով է խոսել Ֆլորիդայի քայլերի մասին, նշելով, որ դաշնային իշխանությունները երկրով մեկ նահանգային ու տեղական մարմիններին տրամադրում են 1.7 միլիարդ դոլար։ Սենթ Ջոն շրջանի շերիֆ Ռոբ Հարդուիքը, որի վարչակազմը միայն իրականացրել ավելի քան 700 ներգաղթի հետ կապված ձերբակալություն, կոչի արել մյուս իրավապահներին միանալ այս գործընթացին։ Ֆլորիդայում, որտեղ բնակչության գրեթե 1/4-ը օտարերկրացիներ են, իսկ տնտեսության մեծ մասը հիմնված է տուրիզմի, հյուրանոցային և գյուղատնտեսական ոլորտների վրա, իրավապահները հեշտությամբ թիրախավորում են ապօրինի ներգաղթյալներին։ Սակայն միգրանտների պաշտպանները նշում են, որ այս գործողությունները հաճախ խտրական բնույթ են կրում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ վրեժ չի լուծում, բայց դրան հակառակ պնդել է, որ շուտով այլ մեղադրանքներ են առաջադրվելու։ 3 քրեական մեղադրանքներ են առաջադրվել նախկին FBI տնօրեն Ջեյմս Քոմիի դեմ։ Սրանք կոռումպացված, ծայրահեղական ձախակողմյան դեմոկրատներ են, կլինեն նաև ուրիշներ, հայտարարել նախագահը։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը 3 ուշ երեկոյան Քոմիին մեղադրել է կեղծ վկայություն տալու և կոնգրեսի քննությանը խոչընդոտելու մեջ։ Այս գործընթացը ըստ հաղորդումների տեղի է ունեցել նախագահի ճնշման ներքո գլխավոր դատախազ Փեն Բոնդիի միջոցով։ Միաժամանակ Քոմին Ինստագրամում հրապարակած տեսաուղերձում հայտարարել է, որ չի ընդունում մեղքը։ Իմ սիրտը կոտրված է արդարադատության նախարարության համար, սակայն ես մեծ վստահություն ունեմ դաշնային դատական համակարգի նկատմամբ։ Ես անմեղ եմ, թող դատավարություն լինի և պահենք հավատը, ասել է նա։ Թրամփը 2017 թվականին իր առաջին նախագահական ժամկետի սկզբում պաշտոնանկ էր արել Քոմիին։ Այդ ժամանակից ի վեր նա պարբերաբար քննադատել է Քոմիի վարքագիծը ՀԴԲ-ի այն քննության ընթացքում, որը ուսումնասիրում էր ռուսական կողմի և Թրամփի 2016 թվականի նախընտրական շտաբի միջև կապերը։ Երեք ներկայացված մեղադրանքը պնդում է, որ Քոմին 2020 թվականին կոնգրեսում երդվյալ ցուցմունք տալով մոլորության մեջ է գցել օրենսդիրներին։ Թրամփը դեռևս 2015 թվականից, երբ առաջադրվեց նախագահի թեկնածու, սպառնում էր իր քաղաքական մրցակիցներին բանտարկել, սակայն այս մեղադրանքը ընդամենը առաջին դեպքն է, երբ նրա վարչակազմին հաջողվում է պաշտոնապես մեղադրանք առաջադրել նրանցից մեկին։ Քոմին այս գործով դաշնային դատարան կներկայանա հոկտեմբերի 9-ին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր խիստ քննադատել է արևմտյան երկրներին Պաղեստինի պետականության կամ պետության ճանաչման համար։ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով իսրայելցի առաջնորդը ամենասուր ձևով է արձագանքել ԱՄՆ-ի առաջատար դաշնակիցների Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից արված դիվանագիտական քայլերին։ Այդ առաջնորդները, որոնք այս շաբաթ ճանաչեցին Պաղեստինյան պետությունը, պաղեստինցիներին ուղարկեցին շատ հստակ մի ուղերձ. հրեաներին սպանելը արդյունք է տալիս, ասել է Նեթանյահուն։ Պաղեստինի պետության ճանաչման վերջին քայլերը խորացրել են Իսրայելի միջազգային մեկուսացումը Գազայում Համասի դեմ մոտ 2 տարի տևող պատերազմի պատճառով։ Իսրայելի պատմության ամենաաչակողմյան կառավարությունը ամենաբաց հայտարարությունն է արել, որ չի լինի Պաղեստինյան պետություն, շարունակելով իր պայքարը Համասի դեմ հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո։ Նեթանյահուն իր բաճկոնի օձիքի վրա կրում էր QR կոդ, որը տանում էր դեպի կայք հարձակումների մասին տեղեկատվությամբ։ Դուք նույնպես կտեսնեք, թե ինչու ենք մենք կռվում և ինչու պետք է հաղթենք, հավելել է Բիբին։ Ըստ իսրայելական տվյալների Համասի զինյալները հարձակումների ժամանակ սպանել են մոտ 1200 մարդու։ Իսրայելի ռազմական գործողությունները ըստ տեղական առողջապահական մարմինների արդեն ավելի քան 65000 կյանք են խլել Գազայում և տարածքը վերածել ավերակների։ Տասնյակ պատվիրակներ դալիճից դուրս են եկել, երբ Նեթանյահուն բարձրացել է ամբիոն։ Մինչդեռ պատշգամբում գտնվողները ոտքի են կանգնել ու նրան ուղղել ծափողջույններ։ Ժամանակի ընթացքում շատ երկրների առաջնորդներ տեղի տվեցին, նրանք ճնշման տակ ծալվեցին կողմնակալ լրատվամիջոցների, ծայրահեղ իսլամիստ ընտրազանգվածների և հակասեմական ամբոխների պատճառով։ Կա հայտնի մի ասացվածք, երբ գործերը բարդանում են, ուժեղները գործի են անցնում։ Իսկ այստեղ շատ երկրներ, երբ գործերը բարդացան, հանձնվեցին, ասել է Իսրայելի վարչապետը Դալիճը լքողներին։
Այս շաբաթ էլ արաբ եւ մահմեդական առաջնորդներ Իսրայելին մեղադրել էին Գազայում ցեղասպանության եւ ռազմական հանցագործությունների մեջ։ Իսրայելի կառավարությունը կտրականապես մերժում է այդ մեղադրանքները։ Միջազգային քրեական դատարանն էլ Նեթանյահուի դեմ ձերբակալման հրաման է տվել Գազայում ռազմական հանցագործությունների համար, սակայն Իսրայելը չի ճանաչում դատարանի իրավասությունը եւ հերքում է նաեւ այդ մեղադրանքները։ Համասը առաջարկել է ազատ արձակել մնացած բոլոր գերիներին, որոնցից միայն 20-ի գոյությունն է հաստատված ընդհանուր 48-ից։ Դրա դիմաց Պաղեստինյան կողմը պահանջում է, որ Իսրայելը դադարեցնի պատերազմը եւ դուրս բերի զորքերը Գազայից։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը մշտապես սատարել է Նեթանյահուին, այսօր ասել է, որ պատերազմը կարող է շուտով ավարտվել։ Թվում է, թե մենք գործարք ունենք Գազայի շուրջ, կարծում եմ, սա այնպիսի գործարք է, որը գերիներին կվերադարձնի, պատերազմը կավարտի եւ խաղաղություն կբերի, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Երբ նայում ես, թե ինչ է կատարվում մյուս կողմում, հստակ է դառնում, որ ոչինչ չի արդարացնում այն, ինչ տեղի է ունենում Գազայում։ Քանի որ Իսրայելը այս ամսվա սկզբին փակել է դեպի Գազայի հյուսիս տանող կարևոր միջանցքը եւ սկսել է ռազմական գործողությունների սրումը, համայնքային սննդի կետերն ու բուժկենտրոնները դադարել են աշխատանքը, իսկ սննդի մատակարարումները նվազել։ Տեղացիների խոսքով սնունդն օրեցօր պակասում է եւ թանկանում, իսկ ՄԱԿ-ի գործակալությունները խոսում են լոգիստիկ դժվարությունների մասին։ Սեպտեմբերի 12-ին Իսրայելը փակեց Զաքիմի անցակետը եւ ՄԱԿ-ի սննդի համաշխարհային ծրագիրը WFP-ն հայտնել է, որ դրանից հետո չի հաջողվել որևէ մատակարարում իրականացնել։ Այդ անցակետով էր նախկինում անցնում գազամուտք գործող WFP-ի սննդի կեսը։ AY-ի ներկայացուցիչ Անտուան Ռենարը նշել է. Գազա քաղաք մտնելու միակ ճանապարհը Էլ Ռաշիդի մայրուղին է, իսկ հիմնական խնդիրը հարավից հյուսիս ապրանքներ տեղափոխելը։ Այդ ճանապարհն ամբողջությամբ խցանված է ռազմական գործողություններից փախչող մարդկանցով։ ՄԱԿ-ի տվյալներով եւ պաղեստինյան հումանիտար ցանցի հաշվարկներով Գազայի հյուսիսում ամեն օր որպես օգնություն տրամադրվող ուտեստների թիվը սեպտեմբերի 22-ի դրությամբ նվազել է մինչև 59,000, օգոստոսի վերջի 155,000-ից։ 100,000-ավոր մարդիկ տեղահանվել են Իսրայելի վերջին հարձակումներից, թեև շատերը մնում են տեղում չնայած տարհանման հրամաններին։ Տեղացիներն ասում են, որ ստիպված են անգամ ծովի ջուր օգտագործել ճաշ պատրաստելու, աման լվանալու, խմելու եւ լոգանքի համար։ Իսրայելի բանակի կոկած ստորաբաժանումը, որը վերահսկում է օգնության հոսքերը, պնդում է, որ հյուսիս օգնությունը շարունակվում է եւ նրանք աշխատում են ընդլայնել կենտրոնական Գազայի Քիսուֆիմի անցակետի կարողությունները։ Իսրայելը նաեւ ասում է, որ օգնության բաշխման պատասխանատու միջազգային կազմակերպությունն են։ Իրենք ընդամենը փորձում են աջակցել։ Սակայն ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը հայտնել է, որ Զաքիմի փակվելուց հետո առաջին 10 օրում Իսրայելը մերժել է հյուսիսային Գազա մտնելու թույլատվությունների ուղիղ 40%-ը։ Դեռևս նախորդ ամիս հաստատվել է, որ սովն արդեն տարածված է Գազա քաղաքում եւ հավանական է, որ այն շարունակվի տարածվել, սակայն Իսրայելը վիճարկում է այդ գնահատականը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կայացած լարված նիստում քննարկվել է Չինաստանի եւ Ռուսաստանի ներկայացրած նախագծային բանաձևը, որը նախատեսում էր 6 ամսով երկարաձգել գործող պայմանավորվածությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ եւ հնարավորություն տալ դիվանագիտական գործընթացներին շարունակվելու։ Սակայն քվեարկության արդյունքում բանաձևը չի ընդունվել։ Կողմ են քվեարկել Չինաստան, Ռուսաստան, Պակիստան եւ Ալժիր պետությունները, դեմ են քվեարկել Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Դանիան, Սլովենիան, Հունաստանը եւ եւս մի քանի երկրներ։ Ձեռնպային Գայանան եւ Հարավային Կորեան։ Արդյունքում բանաձևը մերժվել է, չհավաքելով անհրաժեշտ քվեների թիվը։ Սա երկրորդ անգամն էր մեկ շաբաթվա ընթացքում, երբ անվտանգության խորհրդում չի հաջողվել դիվանագիտության նոր հնարավորություն տալ Իրանի միջուկային հարցի կարգավորման համար։ Քվեարկության ձախողումից հետո գործի է դրվել Snapback մեխանիզմը, որով վերականգնվում են ՄԱԿ-ի նախկինում դադարեցված պատժամիջոցները Իրանի նկատմամբ։ Դրանք ներառում են միջուկային եւ հրթիռային ծրագրերի սահմանափակումներ, զենքի մատակարարման արգելք, ֆինանսական եւ առևտրային սահմանափակումներ եւ միջազգային պարտավորություն բոլոր ՄԱԿ անդամ պետությունների համար պատժամիջոցները լիարժեքորեն կիրառելու։ Միացյալ Նահանգները եւ եվրոպական երկրները հայտարարել են, որ պատժամիջոցները կվերականգնվեն արդեն սեպտեմբերի 27-ի երեկոյան։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ելույթում հայտարարել է, որ Իրանը տարիներ շարունակ հավատարիմ է եղել միջուկային զենքի չտարածման պայմանագրին։ Նա խիստ քննադատել է Միացյալ Նահանգներին եւ եվրոպական երկրներին, մեղադրելով նրանց պայմանագրի խախտման եւ դիվանագիտությունը արգելափակելու մեջ։ Արաղչին նաեւ ընդգծել է, որ Իրանը երբեք չի ընդունի Snapback մեխանիզմը, այն համարելով ապօրինի եւ ոչ լեգիտիմ։ Իրանը պատասխանում է միայն հարգանքի, ոչ թե ճնշման։ Մենք ապացուցել ենք մեր բարի կամքը, սակայն արևմուտքը քայլել է հակառակ ուղղությամբ։ Այսօր դիվանագիտության պատուհանը փակվում է ոչ թե Իրանի, այլ նրանց պատճառով, հայտարարել է Արաղչին։ Այժմ մի հայտարարություն շատ կարևոր է, սա նոր նախազգուշացում Walmart-ի գնորդների համար։
ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը հանրային առողջապահական ահազանգ է տարածել Market Site ապրանքանիշի ուտեստների վերաբերյալ։ Ապրանքները վաճառվել են սառեցված թափանցիկ տուփերով եւ կրում էին նշումներ EST 5784 եւ EST 47718։ Վավերականության ժամկետը նշված են սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 1-ը։ Այս ուտեստները վաճառվել են Walmart-ի խանութներում ամբողջ երկրով։ Այս ապրանքից օգտվողները կարող են վարակված լինել կամ վարակվել լիստերիա բակտերիայով, նույն շտամով, որը ամառվա ընթացքում կապված էր Walmart-ում եւ Kroger-ում վաճառված Chicken Alfredo-ի հետ, դառնալով 3 մարդու մահվան պատճառ։ Fresh Realm ընկերությունը, որ արտադրանքը մատակարարել է, հայտնել է, որ արդեն խորհուրդ է տվել Walmart-ին հանել այն վաճառքից։ Արտադրանքը պատրաստվել է Nets Fine Foods ընկերությունում, Ռոզվիլ, Կալիֆոռնիա։ Լիստերիան հատկապես վտանգավոր է տարեցների, հղիների եւ թույլ իմունիտետ ունեցող մարդկանց համար։ Ախտանիշները կարող են ներառել բարձր ջերմություն, մկանային ցավել, գլխացավ, պարանոցի կարկամում, հավասարակշռության կորուստ, ճնշումներ եւ ցնցումներ։ Եթե դուք գնել եք նշված ուտեստը, խորհուրդ է տրվում անմիջապես դեն նետել կամ վերադարձնել խանութ։ Իսկ եթե օգտագործել եք, անպայման դիմեք բժշկի հավելյալ ստուգումներ անցնելու նպատակով։ Միացյալ Նահանգներում գնաճը կրկին աճում է, ըստ այսօր հրապարակված տվյալների, ինչը բարդացնում է դաշնային պահուստային համակարգի որոշումները տոկոսադրույքների վերաբերյալ։ Դաշնային պահուստի նախընտրելի ցուցանիշը անհատական սպառման ծախսերի գների ինդեքսը, նույն ինքը PCE-ին օգոստոսին աճել է 0.3%-ով համապատասխանելով կանխատեսումներին։ Տարեկան գնաճը կազմել է 2.7%, ինչը փետրվարից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Մինչդեռ առանց սննդի եւ էներգիայի հաշվարկվող հիմնական գնաճը մնացել է անփոփոխ 2.9%։ Դաշնային պահուստը ուշադիր հետևում է այս ցուցանիշին, նպատակ ունենալով նվազեցնել տարեկան գնաճը մինչև 2%-ի։ Սակայն ամերիկացի սպառողները շարունակում են ակտիվ ծախսեր անել, ինչը պահում է տնտեսության աճի տեմպը։ ԱՄՆ առևտրի նախարարության տվյալներով սպառումը օգոստոսին աճել է 6%-ով գերազանցելով կանխատեսումները։ Տնտեսության կայունության նշանները երևացել են նաև այլ տվյալներում։ Գործազրկության մակարդակը մնում է ցածր, իսկ բիզնեսի կողմից սարքավորումների պահանջարկը բարձր։ Որոշ տնտեսագետներ պնդում են, որ այս պայմաններում դաշնային պահուստը այս տարի այլևս կարիք չի ունենա նոր տոկոսադրույքների իջեցման։ Այնուամենայնիվ, այսօր շուկաներում հաշվարկվում էր մոտ 88% հավանականություն, որ հոկտեմբերին տեղի կունենա տոկոսադրույքի հերթական նվազեցումը։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը, ձեզ դրական եւ էմոցիաներով լի հագեցած հանգստյան օրեր եմ մաղթում։ Կհանդիպենք երկուշաբթի, ես Հարություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։